2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով մենք բյուջեի եկամտային մասը 25 թվականի 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 781 միլիարդ դրամով կամ 136%-ով։ Այսինքն սա ինչ է նշանակում, որտեղ այս տոկոսներն էլ երբեմն լավ չի ընկալվում։ Սա նշանակում է, որ 2018 թվականի առաջին կիսամյակի բյուջեի կողքը եկամուտների մի հատ էլ նույն չափով եկամուտներ են ձևավորվել, այսինքն մի հատ էս բաժակը կար 2018 թվին, մի հատ էլ սրա նման բաժակ կողքը նույն ձևի հայտնվել է, պլյուս 36%։ Ինչ? Արաղ, ինչի արաղի հենց։ Շատ լավ, համաձայն եմ։ Այսինքն, ես նկատի ունեմ, այս պրոցեսը գնում է, բայց էլի եմ ասում, սա կառավարության ջանքն է, ոչ միայն։ Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն տնտեսվարողներին, ինչպես ասում եմ, աշխատող արդյունք ստեղծող եւ հարկերը վճարող մեր բոլոր տնտեսվարողներին։ Ես հիմա ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կապ չունի 10 դրամի, թե 10,000 դրամի, թե 110,000 դրամի առևտուր են անում, առանց ՀԴՄ կտրոնի խանութից դուրս չեն գալիս։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այդ քաղաքացիներին։ Բայց ես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել հատուկ պետական բոլոր եւ համայնքային այն ծառայողներին, ովքեր իրենց գործունեությամբ ամենօրյա աշխատանքով ջանք են ներդնում ստվերային տնտեսությունը կրճատելու եւ պատշաճ հարկային հավաքագրումները ապահովելու համար։ Եվ սա չափազանց կարևոր կոնտեքստ է եւ նաեւ ուզում եմ մենք խոսենք այն առանցքային ծրագրերի մասին։ Հիմա գումարը հավաքեցինք հունվարի 1-ի թթվասերը առանք, ՀԴՄ վերցրինք, հարկը վճարեցինք։ Ինչ են 26 թվի, ինչ ենք անելու, որ նա մեր բյուջեի առանձնահատկությունը, նախ, բյուջեն իմիջայլոց, էդ էլ է շատ կարևոր արձանագրում։ Ես այն չի համար եմ ասում, որ մենք հասկանանք, որ ոչ թե բյուջեն ճամպրուկներ են կամ սենյակա, որի մեջ փողերը դրած է եւ բանալին էլ ֆինանսների նախարարի կամ վարչապետի կամ կենտրոնական բյուջեն կանխատեսում է, ընդհանրապես կանխատեսում է, թե մենք ինչքան ենք աշխատելու նախորդող շրջանի փորձի եւ տնտեսական եւ քաղաքական process-ների վերլուծության հիման վրա։ Այսինքն ես ուզում եմ մենք շատ լավ հասկանանք, տեն սենյակ չկա, որտեղ այդ փողը դրած է։ Չնայած ասում եմ կան ռեզերվներ, որոնք բանկային հաշիվներում, կենտրոնական բանկում կառավարությունը պահում է, կան վարկային միջոցներ, բայց մեծ հաշվով բյուջեն հոսք է, բյուջեն ամենօրյա աշխատանք է եւ ամենօրյա աշխատանքի արդյունքում ապրանքների, ծառայությունների, արտադրանքի շրջանառության արդյունքում ձևավորված հարաբերությունների կողմից արտահայտված դրամական միջոցների հոսք է։